Մեր բանակում տարեկան մինիմում պաշտոնական տվյալներով 50 զինվոր զինծառայող է սպանվում, եւ այդ հարցը ինձ համար շատ ավելի վիրավորական է, քան այն, որ հակառակորդն է մեր սպային սպանում։ Դա կարող է լինել պատերազմի դաշտում։ Կոնկրետ այս պահին Վահե Ավետյանի սպանությունը ինձ շատ ավելի է վրդովեցնում, որովհետև թուրքը ադրբեջանցին սպանել է իր թշնամի երկրի սպային։ Իսկ այստեղ Հայաստանում Վահե Ավետյանին սպանեցին իրենց հայրենակիցները Ռուբեն Հայրապետյանը եւ նրա թիկնապահները։ Այսինքն դուք համարում եք, որ Վահե Ավետյանի սպանությունը ավելի դաժան է, քան Գուրգեն Մարգարյանի։ Ինձ համար այո։ Վահե Ավետյան հասարակական շարժումը նախապես հայտարարել էր, որ սեպտեմբերի սկզբից ունենալու է պիկետներ եւ այլ ակցիաներ, դա մեր արդեն նախապես հայտարարված գործողությունների շարքի մեջ էր մտնում, սա նպատակ է հետապնդում եւս մեկ անգամ ընդգծել, որ հարցնակարը պիտի փակվի եւ ժողովուրդը պետք է բոյկոտի այստեղ բոլոր տեսակի մարզանիքները եւ այլ խնջույքները, քանի ես գործը ուրեմն ընթանում է, սա պետք է առհասարակ այս հիմնարկը նախաքննություն ինքը պետք է փակեր, որպեսզի հետքերը չկոծկվեին եւ չոչնչացվեին, բայց դա նախաքննությունը չի արել։ Իսկ մեր նպատակը այստեղ ուղղակի հերթական անգամ զգոնության կոչ անելը հասարակությանը, որ հարցնակարում միջոցառումներ չլինեն։ Անկասկած այս նախապես հայտարարված պիկետը համընկավ Ռամիլ Սաֆարովի հայտնի դեպքերի հետ, իր Բաքու տեղափոխվելու եւ ներում շնորհելու հետ եւ այդ իմաստով ուրեմն ակնհայտ զուգահեռ կա։ Իհարկե նույնական ոչրագործություններ չեն, որովհետեւ մեկ ազգային հողի վրա արված եւ շատ հարթություններ ունեցող ոչրագործություն է, որը դեռ իր պատշաճ գնահատականը պետք է ստանա։ Իսկ երկրորդը փաստորեն զուգահեռը եւ նմանությունը այստեղ այն է, որ այո, կա արտաքին արդարադատության պահանջ եւ ներքին արդարադատության պահանջ, երկուսն էլ կապված են հայկական բանակի սպաերի սպանությունների հետ եւ եթե մենք դրսի արդարադատությունը իրականացնելը ժամանակ կպահանջի, ապա ներքին արդարադատության համար դա մեզնից է կախված, մեր քաղաքացիներից, մեր ժողովրդից։ Շարունակական են լինելու նմանատիպ պիկետները, ակցիաները։ Անկասկած, ինչպես որ հայտարարվել են, պիկետները լինելու են այնքան, ինչքան որ շարժումը կպահանջի, այսինքն մենք շարժումը էտապային է, դատավարություն է սպասվում առաջիկայում եւ ճնշումները հասարակական եւ վերահսկողությունը շարունակվելու են եւ ակցիաներ տարատեսակ ակցիաներ են լինելու։ Մի հատ նայեք, սրանց որն է, ես չեմ անում։